Մեր փրկին Տեր Հիսուսյանով ողջունեմ ձեզ, սիրելիներ, ուր որ գտնվիք, որ քաղաքի մեջ գտնվիք, թող Տերոջ օրհնությունը հանգչի ձեր բոլորին վրա։ Եկեք բահմը մորնանք դուրսի աշխարհը, գործերը, սպաղմունքները եւ գետրոնանանք Աստուծո սկանչելի հրաշալի խոսքին վրա, որ մեր հոգիները գնորոքե, մեզ գզորացնե, մեր մտքերը գլուսավորե, որպես հասկանանք այն բոլոր ճշմարտությունները, որ Աստված մեզի հայտնած է։ Ասիկա մեջ շնորհք մնե բոլոր հավատացյալներուն համար։ Ուրեմն պիտի շարունակենք առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխին 8-րդ համարեն սկսելով։ 8-րդ համար։ Գսե ուստի ան որ գանարքե ոչ թե մարդ մգանարքե, հաբազասված որ իր սուրբ հոգինալ մեզի դվավ։ Նախապես խոսած էր, ինչպես անցյալ ուրբաթ տեսանք, որ մենք սրբության յետևե պետք է ելանք, որովհետև Աստված մեզ սրբության կանչած է, ոչ թե վախի աստեցության տակ, Աստծուծմե, այսինքն վախնալ այն իմաստով, որ չբաժվելու համար ընտրենք սրբությունը, այլ ընտրենք Աստուծո սերեն մղված զասված սիրելով, հարգելով անոր խոսքը, հնազանդինք եւ մեր կյանքերը իր ուզածին պես ըլլան։ Ուրեմն 8-րդ համար որ գարտացինք, այս հարցով, եթե մեկը իր եղբոր վնաս հասցունե, ոչ թե իր եղբայրը անարգած կլա միայն, հաբա ասված եւս, որովհետեւ բորգությունը կամ որևէ մեղք նախ ուղագի Աստուծո թեմ է, առաջ որ մեր մարմինին կամ մեր եղբոր թեմը լա։ Դավիթ երբ մեղանչեց եւ Նաթան մարգարեի միջոցով հանդիմանվեցավ, ըսավ. Դերոջը թեմ մեղ կործեցի։ Սաղմոս 51:4։ Բեդապրեսինգինը երբ Հովսեփին բիղծ առաջարկը ներկայացուց, Հովսեփ ըսավ. Ես ինչպես այս մեծ չարությունը ունեմ ու Աստուծո թեմ մեղանչեմ։ Հետևաբար ճշմարտություն է ասել, որ երբ Աստված իր ծառայի միջոցով պատվեր մգուտա ու մարդը գմերժե զայն, ոչ թե Աստուծո ծառան գանարքե, այլ զասված, որ իր սուրբ հոգինալ մեզի դվավ գսե։ Արաքյալին այս վերջին նախատասության մեջ, որ գարտացինք 8-րդ համարը, երեք ճշմարտություններ կնշմարենք։ Առաջին, Սուրբ Հոգին հորը խոստումը ըլլալով, որպես նվեր գդրվի անոր, որ Քրիստոսի գդարած փրկագործությունը հասկանալով, գորոշե Աստուծո կողմը անցնել եւ անոր մեղքերը խոստովանելով, Աստուծո մեղքերը խոստովանելով, հավատքով Քրիստոսը գտնունի սրտի մեջ որպես փրկիչ եւ թագավոր։ Այս տասագարքի մարդոց Սուրբ Հոգին գդրվի որպես նվեր եւ փրկության քրավական եւ ոչ թե գխնդրեն Սուրբ Հոգին, այլ գդրվի։ Կորցք Արաքելոց երկրորդ գլուխին 38-րդ համարը Պետրոս Արաքյալ գսե ժողովրդին, որոնք խղճարվեցան եւ ասին ինչ անենք։ Եվ գսե Պետրոս այդ ինչ անենք ըսողներուն։ Եվ Պետրոսը սաբանոց ապաշխարեցեք ու ցեզմե ամեն մեկը թող մգրդվի Հիսուս Քրիստոսի անունովը մեղքերու թողության համար եւ հոգվույն սրբո բարգեւը նվերը բիդի ընդունիք։ Հունարեն բնակիրը դորեան գսե նվերը բիդ ընդունիք նվերը։ Դարձյալ Եփեսացված մեջալ համար մգա, որ գահստադե, որ Սուրբ Հոգին որպես քրավական, որպես գնիկ գդրվի մեզի, երբ գդրվի գսենք, ուրեմն ուրիշը մեզի գուտա, նվեր գուտա։ Ուրեմն Եփեսացիս 1:13 գսե հոն որուն վրա դուք ալ հուսացաք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ձեր փրկության ավետարանը, որու նաև հավատալով խոստացյալ Սուրբ Հոգվուն շնորհքովը գնքվեցաք։
հոս Սուրբ Հոգին գդրվի մեզի որպես գնիկ քրավարական եւ պայմանը ինչ է պատճառը որ ընդունեցինք այս նվերը ճշմարտության խոսքը փրկության ավետարանը լսելով եւ հավատալով երկրորդը ուրեմն առաջինը Սուրբ Հոգին հորը խոստումը լալով որպես նվեր գդրվի երկրորդը քիդակցություն ուգուտա որ ան մեր մեջ կփնագի որբեսի առաջնորդե մեզ ամեն ճշմարտության մեր պետքերը հայթայթե եւ մեր ներսիտին կորձե մեզ մեր փրչին նմանցնե ու պատրաստե իր երկրորդ քալստյան ուրեմն այսալ հաստատելու համար պիտի գարտանք Հովաննու 14-րդ գլուխին 14-րդ համարը գսե Հովաննու 14-16-րդ համար Եսալ հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ մը պիտի դա ցեզի կտեսնեք խոստում է պիտի դա որբեսի հավիդյան ցեզի հետ փնագի հավատացյալի սրդի մեջ Սուրբ Հոգին կփնագի երբ Հիսուսը գտնունի որբես նվեր եւ հավիդյան կմնա որտեւ Սուրբ Հոգին հավատացյալին հոգին մեջ կփնագի հոգին անմահ է երբ մարմինեն բաժնվի Սուրբ Հոգին հետը կմնա հավիդյան կմնա Նաև 26-րդ համարն ալ գսե բայց մխիթարիչը Սուրբ Հոգին զոր հայրը իմ անովս պիտի գրգե անիգա ցեզի բոլորը պիտի սորվեցնե եւ ինչ որ ցեզի ասի միտքերնիդ պիտի փերե Նաև երկրորդ Կորինթացոց 3-րդ գլուխի մեջ 18-րդ համարն ալ գսե բայց մենք ամենս Փած երեսով դերոջը փառքը որպես թե հայլի մեջ տեսնելով նույն բատկերին գնորոքվինք փարած իփարս փառքե իփարք որպես թե դերոջը հոգիեն դերոջը հոգիով գլա իսկ երրորդ առաքյալը գսե այսալ երրորդ ճշմարտություն մնե որ գնշմարենք այս համարի մեջ գսե մեզի դվավ Ինչպես որ Բողոս առաքյալ Սուրբ Հոգին ուներ իր ներսիտին, նույնպես ունեին Թեսաղոնիկեի հավատացյալները։ Հետևաբար Սուրբ Հոգին որոշ անձերու դրված չէ, այլ բոլոր հավատացյալներուն, բոլոր անոնք, որոնք Հիսուսը որպես փրկիչ Տեր եւ Թագավոր գտնունի սրդի մեջ։ Իսկ Սուրբ Հոգին լեցունության փորձառությունը գրնա ունենալ միայն ան, որու դրված է Սուրբ Հոգին։ Հետևաբար մեծ սխալ է անաբաշխարներու վերստին ծնունդ չունեցողներուն գոչ ուղել, որ անոնք Սուրբ Հոգիով լեցվին կամ մգրդվին։ Սուրբ Հոգիով գլեցվի միայն ան, որուն սրդի մեջ Սուրբ Հոգին գփնագի։ Իսկ եթե մեկը Սուրբ Հոգին չունի եւ գոչ կուղե մարդիկ, մանավանդ մոլար վարդապետներ, ով որ Սուրբ Հոգին գուզե, թող արչև կագսեն, հադուկ աղոտ պիտելլա։ Եվ եթե արչև եղողներուն մեջ Սուրբ Հոգին չունեցողներ կան, վերստին ծնունդ թիմ փորձառությունը չունեցողներ կան, այդ բարակային անոնք ուրիշ հոգիով պիտի լեցվին։ Մեղավորը նախ ավետարանին հավատալով գաբաշխարե, որուն պատճառավ հորը եւ Հիսուսի խոստումը Սուրբ Հոգին մխիթարիչը որպես նվեր կստանա, որ մե ետքը ամեն օր դրամատրվելով ու հնազանդելով անոր զայն պիտի լեցնե ու սիրտը քրավե եւ առաջնորդե ամեն ճշմարտության։ Այս կետը շատ կարևոր է շիդակ ըմբռնելը։ Անցամբ կճաշտան մարդիկ, որոնք վերստին ծնունդ չունեին, Սուրբ Հոգվույն բնակությունը չունեին
եւ գտնվեցան խմբակներու մեջ, որոնք Սուրբ Հոգի գհոլովեին եւ գխոստանային Սուրբ Հոգի փաշխել եւ գոչ կնեն բոլոր մարդոց ով գուզե Սուրբ Հոգիով լեցվիլ Սուրբ Հոգիով մգրդվել Սուրբ Հոգին ստանալ եւ արչեւ եկողներու մեջ անաբաշխար մարդիկ գտնված են եւ անոնք բնական է որ Սուրբ Հոգին պիտի չստանան ուրիշ հոգի պիտի ստանան որտեւ Սուրբ Հոգին ստանալու պայմանը աբաշխարություն է խոնարհիլ խաչյալին արչեւ Դեր Հիսուսին արչեւ մեղքերը խոստովանել եւ Հիսուսը որպես փրկիչ ընդունել որ մե յետքը Սուրբ Հոգին որպես նվեր գտնունի ովևէ ադեն երբ մեղավորը գաբաշխարե մեղքերը խոստովանելով Հիսուսը սրդի մեջ գհրավիրե միևնույն ադեն Սուրբ Հոգին չի խնդրեր որովհետեւ Դեր Հիսուս սրդի մեջ բնակելով Սուրբ Հոգին կբնակի այսինքն եթե մեկը գսե իմ սրդից մեջ Դեր Հիսուս կբնակի հրավիրեցի Դեր Հիսուսը որպես փրկիչ իմ սրդից մեջ խնդրեցի իր մե որ ան գարավարե իմ կյանքս եւ իմ այսպեսի մեկը երբ կյանքը գեղաշրջվի սիրտը կփոխվի նոր մարդ կդառնա եւ հիմա իրենս ենք Սուրբ Հոգին մեջը չէ երբ Հիսուս գթակավորե այդ սրդի մեջ գարելի է Սուրբ Հոգին հոնչլա ասիգա հայհույանք է փառք ուտանք որ Սուրբ Հոգին որպես նվեր գդրվի հավատացողին ավետարանին երբ կհավատա այնպես որ այս ուղղությամբ պետք է շարունակ փառք տանք այս մեծ նվերին համար Հիսուսը ասավ ես ցեզ որ չեմ թողուր մխիթարի չգղրգեմ եւ փառք ուտանք ղրգեց եւ Պետրոս արաքյալ գսե անոնց որոնք ըսին ինչ անենք մարդիկ եղբայրներ մենք Հիսուսը խաչեցինք եւ Պետրոս հստակ գրավ աբաշխարեցեք եւ Սուրբ Հոգվույ նվերը բիդի դրվի ցեզի մինչև այսօր նույն ցևով Սուրբ Հոգին գդրվի երբ մեղավորը Դեր Հիսուսը գտնունի որպես փրկիչ եւ դեր այս է ճշմարիտ մաքուր ավետարանը որ Աստվածաշունչի հիմք ունի ասկե դուրս ովևէ ուսուցում այս ուղղությամբ հագասուրբ քրային է Դեր օրհնեցեզի եւ Երանի հոժարիկ շարունակ Սուրբ Հոգին դրամատրվել եւ խնդրել անգե որ անցեզ ամեն ճշմարտության առաջնորդ է անոր գլխավոր գործերը մեկն է այդ բիդենե հարցը դրամատրվել է հավատացյալներուն դժվարություն այն է որ Սուրբ Հոգին չեն ուզեր դրամատրվել չեն ուզեր անոր հանձնվել անոր համար դժվարություններու ժամանակ կշվարին եւ հուսախապ կլան Դերը ցեզ հadouk շնորհքով օրհնե եւ իմաստությունով առաջնորդե առաջ ասված քալուրպատ պիտի շարունակենք 9-րդ համարեն սկսյալ